Հոկտեմբերի 18 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Քո շավիղներից պարտություն է կաթում Սաղմոս 65:11 Տիրոջ շավիղներից շատերից է պարարտություն կաթում, բայց հատկապես առանձնանում է դրանցից մեկը՝ աղոթքի շավիղը։ Աղոթքի մեջ շատ ժամանակ անցկացնող քրիստոնյան ստիպված չի լինի սգալ. Մաշվում եմ, վայ ինձ։ Եսայիա 24:16 Տառապող հոգիները շնորհքի գահից հեռու են բնակվում և երաշտի շրջանում վերածվում են խանձված դաշտերի։ Աստծո հետ աղոթքի մարտի մեջ հավատացյալը հոգևորապես ամրանում է։ Երկնային դարպասներին ամենամոտը գտնվում է շնորհքի գահը։ Որքան երկար ես դու Հիսուսի հետ մենակ մնում, այնքան խորն է քո հավատքը։ Որքան քիչ ես դու Քրիստոսի հետ մենակ մնում, այնքան հավատքդ փոքր է։ Այնքան ավելի է այն կեղտոտված վախերով և կասկածներով, այնքան քիչ է փայլում Տիրոջ ուրախությամբ։ Քանի որ հոգին հարստացնող աղոթքի շավիղը հասանելի է ամենաթույլ քրիստոնյային։ Քանի որ բարձր գագաթների հասնելը պարտադիր չէ։ Քանի որ ցանկացած սուրբ ազատորեն հրավիրվում է այդ շավիղով քայլելու։ Սիրելի ընթերցող, հոգա, որ ավելի շատ ժամանակ անցկացնես աղոթքի մեջ։ Թող դա հաճախ լինի, ծնկի եկած, քանի որ հենց այդ կերպ Եղիան անձրև խնդրեց երաշտից տուժած Իսրայելի դաշտերի համար։ Եվս մեկ շավիղ, որից պարարտություն է կաթում, խորհրդավոր հաղորդակցության շավիղն է։ Օ ինչ մեծ է Տիրոջ հետ հաղորդակցության ուրախությունը։ Երկրային բառարաններում բառեր չեմ գտնում, որոնք այնքան սրբազան խաղաղություն կպարգևեն հոգուն, որքան Հիսուսի կրծքին հենվելը։ Բնավ ոչ բոլոր քրիստոնյաներն են սա հասկանում։ Նրանք ապրում են ցանկացած վայրերում և հազվադեպ են բարձրանում լեռնային բարձունքները։ Նրանք բնակվում են ներքին սենյակներում և երբեք չեն մտնում սրբարանը, երբեք չեն օգտվում Աստծո ծառաների արտոնությունից։ Նրանք հեռվից տեսնում են զոհաբերությունը, բայց չեն նստում քահանայի կողքին, որպեսզի ուտեն ու վայելեն ողջակեզի զոհի ճարպը։ Սիրելի ընթերցող, միշտ նստիր Հիսուսի շվաքի տակ, մոտեցիր այդ արմավենուն, կառչիր նրա ճյուղերից և թող քո սիրեցյալը քեզ համար լինի ինչպես խնձորենին անտառի ծառերի մեջ։ Այդ ժամանակ դու կվայելես թե ճարպ, թե ձիթայուղ, որքան սիրտդ ուզի։ Օ Հիսուս, այցելիր և փրկիր մեզ։